Շնորհակալություն։ Սիրելի քաղաքացիներ, այստեղ նոր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը արել է քաղաքական հայտարարություն իրենց հանձնարարությունից հետո եւ դրա համար սա քաղաքական հալածանք չէ։ Ես ուզում եմ հասկանալ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն պաշտպանելը, այդ որ ժամանակից դարձավ քաղաքական հայտարարություն։ Այսինքն քաղաքականության, քաղաքականության մեջ մտնելու հայտեր ներկայացրել։ Այստեղ դուք պետք է ներկայացնեիք կառավարության տեսակետը օրինագծի վերաբերյալ։ Ինչ առարկություններ ուներ կառավարությունը։ Դուք կառավարության ներկայացուցիչն եք։ Այդ ինչ բյուջետային միջոցներն էր, որ լավ չէր հաշվարկվել, այդ ինչներ թերի, ինչներ լրամշակման կարիք զգում։ Դուք դրա մասին պետք է խոսեիք։ Դուք դրա մասին չխոսեցիք, մենակ հայտարարում եք, որ քաղաքականության մեջ է մտել կոնկրետ հեծի սեփականատերը։ Ինչ պլան դրել եք այս ընթացքում հեծի առաջ, որպես պետություն, կատարել են։ Ոչ մի առարկություն, ոչ մի փաստաթղթում չեք արձանագրել։ Եկել եք ինչ հեքիաթ եք պատմում այստեղ։ Դուք սուպեր նախարար եք, բայց ոչ թե գործունեության իմաստով, այլ ընդգրկվածության։ Եվ այդ ոլորտները, որտեղ որ դուք ղեկավարում եք իրականացնում, այդ ոլորտներում կան խայտառակ ձախողումներ։ Հայաստանի ջրային ռեսուրսների 65-ից 70%-ը կորում է։ Կորուստա պաշտոնական թվեր, ու դրա պատասխանատուն դուք եք։ Եկել եք ստեղ խոսում եք ազգային անվտանգությունից, բայց ռազմավարական նշանակության հարցեր։ Բա դրա մասին պիտի մի խանգարեք։ Հաջորդը։ Վիոլա ջրի հետ, ով երբևէ առնչվել է, իրեն պիտի համարի աշխարհի ամենադժբախտ մարդը, ամենադժբախտ, բայց դուք վիոլա ջրի մասին որևէ հայտարարություն չեք անում, քանի որ վիոլա ջրի սեփականատերը չի հայտարարել, որ ինքը հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին է։ Սա է խնդիրը։ Ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունն է, բայց կառավարումը իրականացնում են մարդիկ, ովքեր որ ձեզ հետ, ինչպես դուք խոստովանեցիք, քաղաքական տարաձայնություն չունեն։ Եվ ազնվություն ունեցեք ասելու, որ ավարտեցի, որ սա քաղաքական նախագիծ է քաղաքական նպատակներով։